Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Անկարայի գործող քաղաքապետ Մանսուր Յավաշն էլ հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ կմիանա Իմամօղլուին կառավարությունը փոխելու համար։ Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահն ավելի վաղ հայտնել էր, որ դիտարկում են 2027 թվականի նոյեմբերին նախագահի հնարավոր արտահերթ ընտրությանը կրկին առաջադրել Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը։ ԱՄՆ պաշտպանության նախարարը նախազգուշացրել է, Վաշինգտոնը պատրաստ է Պեկինի դեմ պատերազմի։ Փիթ Հեքսեթն այսպես է մեկնաբանել Չինաստանի նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ մտնելու ֆոնին Պեկինից հնչող հայտարարությունները, որ պատրաստ են Միացյալ Նահանգների դեմ տնտեսական եւ ցանկացած այլ տեսակի պատերազմ վարել։ Ով խաղաղություն է ուզում, պետք է պատրաստվի պատերազմի, մենք պետք է ուժեղ լինենք, հենց այդ պատճառով ենք վերակառուցում մեր բանակը։ Վտանգավոր աշխարհում ենք ապրում, որտեղ կան հզոր երկրներ բոլորովին այլ գաղափարախոսությամբ եւ որոնք ցանկանում են դուրս մղել Միացյալ Նահանգները, համոզմունք է հայտնել Հեքսեթը։ Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Պենտագոնի ղեկավարի խոսքերը նշել, դա հրահրում է առճակատում, որը հնարավոր չի լինի հաղթահարել։ Գերատեսչության խոսնակն անհիմն է որակել Չինաստանից բխող սպառնալիքների շուրջ աղմուկը։ Դոնալդ Թրամփը դիմել է պաղեստինյան Համաս շարժմանը, պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին եւ վերադարձնել սպանված գերիների աճյունները։ Այլապես ձեր վերջը եկել է, սպառնացել է Թրամփը։ Ես Իսրայելին ուղարկում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է գործ ավարտին հասցնելու համար։ Սա վերջին նախազգուշացումն է։ Ճիշտ ժամանակն է, որ Համասի ղեկավարությունը լքի Գազան, քանի դեռ հնարավորություն ունի։ Նաև դիմում եմ Գազայի ժողովրդին։ Ձեզ գեղեցիկ ապագա է սպասվում, բայց ոչ այն դեպքում, եթե պահում եք պատանդներ։ Եթե այդպես եք վարվելու, մեռած եք։ Խելացի որոշում կայացրեք կամ դժոխք կտիրի։ Համասից արձագանքել են, նշել Թրամփի սպառնալիքները բարդացնում են հրադադարի գործարքի կյանքի կոչումը եւ խրախուսում Իսրայելին խախտել այն։ Համաձայնագիր գոյություն ունի, որի շուրջ բանակցություններին մասնակցել է նաեւ Վաշինգտոնը։ Պայմանավորվել ենք ազատել պատանդներին 3 փուլով։ Համասը հավատարիմ է այդ մոտեցմանը, իսկ Իսրայելը ոչ, ասել է պաղեստինյան շարժման ներկայացուցիչը։ Հայտնի է, որ Գազայի հատվածում այժմ 59 պատանդ կա, ցահալի տվյալով մեծ մասը զոհվել է։ Հրադադարի գործարքի առաջին փուլը, որի շրջանակում տասնյակ իսրայելցի պատանդներ եւ Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալներ են փոխանակվել, օրերս ավարտվել է։ Արդյոք գործարքի մյուս փուլերը կյանքի կկոչվեն, հայտնի չէ։ Դիանա Գասպարյան, լուրեր։